Այսօր մեր առաջադրանքն է պատրաստել ամենահամեղ, ամենագեղեցիկ եւ ամենաթանկ գնահատվող ընթրիքը։ Մենք ունենք անսահմանափակ բյուջե, իսկ խոհանոցում յուրաքանչյուրս 1 ժամ ժամանակ պատրաստելու համար։ Հաղթողին որոշելու է մեր օպերատորը, որը Արմենն է։ Իսկ մեր ալիքի 500,000 բաժանորդի մնացել է ընդամենը 18,000 հոգի։ Խնդրում եմ, բաժանորդագրվիր ալիքին հենց հիմա, նոր անցիր դիտմանը։ Ուրեմն այսօր ժամանակն է եկել աղջիկներին ցույց տալու, որ իսկական խոհարարները, իսկական մասերները դա տղաներն են։ Ուրեմն ընկերներ, ոնց հասկանում եք, մենք արդեն սիթում ենք, պետք է հիմա մեր առևտուրը անենք ու գնանք տուն, որ գոհացնենք խոհարարին։ Մենք ունենալու ենք մի ժամ ժամանակ։ Դե համար պետք է մտածել նենց բան, որ շուտ կլինի։ Ես արդեն մոտավորապես պատկերացումներ ունեմ։ Անդե կարելի է հավ, ընկերս դուխովկա սիրում ես հավ դրած, հա? Օրինակ ямар հավ դնել դուխովկա հետը կարտոշկաներ լցնել, կողքից աղցան սարքել, ինչ աղցան ես սիրում, արմ, ստալիշնի սիրում ես, չէ, ամառային են պամիդոր, լոլիկ, վարունգ, հա, ու հետո ընկերս ինչ ուզես, ասա ես քո համար առնեմ, օքեյ, այստեղից։ Ես արդեն մտածեցի, կսարքենք խունչոզա, գնում ենք հիմա պարագաները առնենք, ինչ որ պետք է։ Հիմա վերցնում ենք գունավոր բիբարներ, սիրուն լինի մեր փունչոզան։ Ճիշտ ասած ես մոռացել եմ փունչոզան ոնց են սարքում, բայց սենց քիչ ու մի հիշելով փորձեմ սարքեմ։ Այք սենց ասեմ, ես խոհարարությունից շատ հեռու եմ։ Արա շատ հեռուն որն է, вообще չկամ խոհարարության մեջ, բայց այսօր Արմենից համար իմ ուժերը չեմ խնայի։ Թոթոլոտ հավա երևում ես ուտես, թոթոլ հավա է։ Արա իսատես ես քո համար այսօր ինչ եմ սարքելու։ Ամոթա չէ, որ մի հատ վերցնեմ, ամոթա չէ։ Տարից ենք կշտուրելու սրանք հիմա ու գնում ենք մնացած բաղադրիչները առնել։ Խոհարար ընկերոջից ես տեղի կանեմ ինչա պետք вообще гриль հավ սարքելու համար։ Իմ խոհարար ընկերն է ChatGPT. Ты можешь мне помочь? Я хочу сегодня приготовить хороший ужин. Что мне взять? Отличная идея, курицу на гриле. Ասում եմ իդեալական որոշում է, որ այդպես ուզում սարքես, դա իդեալական է եւ այլն, բայց ինքը մեզ սխալ է հասկացել։ Не, прости, не гриле, а в духовке. Паприки, сушеного тимя, орегано, соевый соус, мед, соль, перец немного. Ես իրան չլսեմ, արի ես իրան պատրաստման ժամանակ դիմեմ։ Իսկ հիմա ինգրեդիենտները ես կառնեմ, հա քո համար, ընկերս։ Արա ես էսի տեղյակ չեմ ոչի բանից, արի։ Քանի որ մենք մի հոգու համար ենք սարքելու, վերցնենք ասմեկը։ Բայց այս ամեն ինչի մեջ կա մի հատ բայց։ Մենք եթե սարքենք համով, ինքը մենակ գնահատելու է համը, բայց մեզ պետք է լինի համ սիրուն, համով։ Դրա համար ես մտածել եմ ինչ կանենք։ Մեր խոհարարի սիրտը ես ուրիշ ձև կգրավեմ։ Ուտելիքը կսարքենք, հեսա մրգեր կգնենք համել, սուրճով բանով կխաբենք խոհարարին։ Մեր խոհարարը ափսոս սուրճ չի սիրում։ Խնդրում եմ, ձեր աջակցությունն է պես տեղ։ Խնդրում եմ, լայքեք վիդեոն։ Ես գիտեմ, որտես խոհարարական վիդեոները դուր են գալի։ Լայքեք վիդեոն, հավաքենք 12,000 լայք ու դուրս կգա նոր խոհարարական վիդեո Լիլիթի հետ։ Մրցակցություն։ Սոուսներ սիրում ես դու, սոուսներով, հա։ Ահա։ Բարև ձեզ, որ խնդրեմ ինձ հավիկս քամիս կտակ։ Էսի նրա համար, որ մի քանի տեսակ է հաց լինի։ Տեսել եք ռեստորաններում, որ գնում ես հաց ես ուզում, մի քանի տեսակ են բերում։ Էս էլ լավաշ, որ հացի տակ դրվի, հացը փափուկ նստի հացամանի մեջ։ Եգիպտացորեն էլ կարա լինի իր մեջ, գիտես, արի։ Այս այն ես եմ սիրում էլի։ Բանիր կարելի է վերցնել, սենց ամանի մեջ կտրտել, ընթրիք է, դե էլ ինչ ընթրիք առանց հայկական բանիր։ Էլ ինչ ընթրիք առանց երշիկ, չէ։ Նայք մի հատ սենց երշիկ ենք վերցնում։ Մի հատ էլ սենց երշիկ։ Ու մի հատ էլ կարելի է ճոխություն թույլ տալ սենց բան վերցնել։ Դրես հրաշքներին։ Առնեմ, կուտես, մի հատ էլ Արսենին առնենք, չէ։ Պետք ամենինա պուճորիկ, բրոկոլի։ Այսքանը հերիքա մեր ֆունչոզայի համար։ Դից կրասնի պապրիկա, вот этот։ Մեզ պետքա սև պղպեղ, պարտադիր։ Լավ երևի ստեղ չի, սև պղպեղային կոմենային։ Այսի սև բիբար։ Հիմա գնում ենք, առնենք սոկ, քաղցր, մրգեր վերցնենք մի երկու հատ, կկտրտնենք սիրուն կտնենք բաման, տես մեր խոհարարը կխափնվի։ Ինչ մնաց աղբեր ջան, մեզ մնաց հասկանալ։ Կարտոֆիլեն ամենասկիզբն է, դի մի կողմ։ Հա, պամիդոր բանոն, արի։ Նոսեն ինչ հո սարքելու։ Հետաքրքիր է։ Լավ ինձ չտեք ինչքան բան կա, դա առնում են գինը։ Մի հատ ես քեզ բան ցույց տամ, արի։ Ուրեմն մեր ալիքը արդեն 481
1000 բաժանորդա 481,000 պատկասում եք 19000 բաժանորդից մենք հասնում ենք 500,000 բաժանորդ։ Ինչա ձեզանից պետք ընդամենը իջնել ներքև, գտնել բաժանորդագրվելու կոճակը եւ սեղմել նրա վրա։ Всё այդքան բան։ Մինչև մարտի 7 մենք պետք է հասնենք 500,000 բաժանորդ։ Մարտի 7-ին իմ ծնունդն է, եթե չեք մոռացել։ Դες որ Ես ոնց հասկանում եմ, մեզ պետք է նենց բան, որը դի մի անգամից կարանք դնենք ձեթի մեջ, տապակենք ու որ շուտ լինի, որտեղ էս ֆունչոզը պատրաստելու վրա արդեն ահագին ժամանակ է գնալու։ Նայ կարտոֆիլը ինքը sense մեծ են կտրելու, գրիլ ենք դնում, էլի։ Այսի լավ կարտոֆիլ է։ Всё, այսքանը ֆուլ է, հերիքա։ Վերցնում ենք մազիկներով կարտոֆիլ։ Պետք է խնայել, հասկանում ես, պետք է խնայել։ Հրաշքներ արա, իմ գանձեր արա։ Ընթրիքի հետ մի քիչ չի նայվի, որ չիպս դրված լինի, բայց էսի կվերց, որ խոհարարության ընթացքում, իմ գործի ընթացքում ուտեմ։ Ցում ենք տաց։ Նայ քիչ գազան բիբար եմ դնում, ու գազան թույն գույների պղպե։ Ախպե ջան, վարունգը կշռատ ունենք, մնաց պամիդոր։ Արա իսի զիկ պամիդոր եմ բերես, գազանությունա։ Всё, էս էլ պամիդոր։ Ես մոռացել էի ֆունչոզան զարդարելու համար, կարելի է վերցնել այս պուճուր լոլիկներից։ Արի, էլի եմ բան մոռացել։ Չի չեմ վերցնում, որ իրա մեջ եմ լցնելու, այս վերցնում եմ նրա համար, որ զարդարեմ։ YouTube պծիչկա, տակ բլյուդը ունենք, երշիկեղեն ունենք, պարեղեն ունենք, սոկ ունենք, էլ ինչ ամես պետք, ոչի բան, ավարտեցինք։ Ազատ ժամանակ չգիտես ինչով զբաղվես, ինչպես հետաքրքիր անցկացնես քո օրը, նաև ինչ անես, որ համել խելացիորեն լինի։ Լուծումը մեկն է, համակարգիչների համար Radmir, իսկ հեռախոսների համար Hustle Online։ Այս խաղը նույն GTA-ն է, ուղղակի ամեն ինչ փոխարինված է, ինչպես իրական կյանքում։ Չէ, այսօր չեմ խաղա, այսօր մի քիչ գործեր ունեմ, վաղը կխաղամ։ Նայ, Radmir-ում պետքա գումար աշխատես, որ լավ տան մեջ ապրես։ Նայ, Radmir-ում պետքա լավ գումար աշխատես, որ լավ մեքենա վարես։ Radmir-ում պետքա գումար աշխատես, որ հաց ուտես, էներգիա ունենաս, կարողանաս ապրես։ Radmir-ում կարող ես ամուսնանալ, Radmir-ում կարող ես աշխատել ավտոբուսի վարորդ, Radmir-ում կարող ես դառնալ տաքսիստ, բիզնեսմեն, կարող ես դառնալ ինչ-որ բանդայի գլխավորներից։ Ինչի մեջով դու կանցնես խաղում, անցկացնելու ես քո ընկերների, բարեկամների, հարազատների եւ մեզ հետ միասին։ Այսինքն խաղում ամբողջովին բոտերը բացակայում են։ Իսկ այս պահին մի հատ ուշադրություն, մտնում ես պարտադիր 18-րդ սերվեր։ Եթե ցանկանում ես խաղալ մեզ հետ միասին ու անպայման գրում ես պրոմոկոդների բաժնում Visa պրոմոկոդը, որը քեզ կզնական շրջանում տալիս է գումար, VIP բաժանորդագրություն 7-օրով եւ մեքենա, որովհետեւ խաղը սկսվելու է եւ դու մեքենա չես ունենալու։ Խաղի հղումը գտնում է նկարագրությունների բաժնում։ Ես եւ իմ ընկերները սպասում են քեզ։ Ինչ ընկերներ, ոնց հասկացաք, արդեն մենք տանն ենք ու ունենք 1 ժամ ժամանակ։ Հիմա սկզբից լիվանում եմ այն ինչ որ պետք է ինձ, կտրատում եմ բարակ, դնում եմ գազի վրա ու մինչև եփում, այն ես եմ ավելացնում։ Ուրեմն խոհարար Արսենը պատրաստ է կատարելագործելու։ Ես հիմա եկել եմ այստեղ ոչ թե ապացուցելու, որ ես Լիլիթից ավելի լավ խոհարար եմ, այլ ուղղակի աղթելու։ Ունենք աղցան, ունենք գրիլ արացավ, բանի տեսակարի, երշիկեղեն։ Ո՞վ ոնց որ այդքանը։ Բայց եկա բան այդ է։ Իմանալով Արսենի խոհարարական հմտությունները, ես վստահ եմ, որ հաստատ ես եմ հաղթելու, որովհետև գիտեք ինքը ոնց է, օրինակ, ձվածեղը սարքում, աղը ուտելուց հետո է լցնում։ Так, վերցնում ենք հավը, վերցնում ենք կարտոֆիլը։ Այս քրաշ, լնա ինչ թոթո լավա, լավնա չէ։ Արես մոդել է եղել այս հավը անցած կյանքում։ Բարակ շերտերով կտրատում ենք մեր բիբարը։ Կյանքում ֆունչոզը չեմ սարքել։ Հուսամ այս փորձությունը ես կհաղթեմ։ Արսենը power չի, բայց Արսենը ամբողջ հմտությունները ունի, էլի, այսինքն այդ խարիզման իմ մոտ փոքր ժամանակվանից կար, որ ես օրինակի համար պարապ էի մնում, սենց այն վաղ հիշում եք DIY-ներ կար, do it yourself, այսինքն արա այդ ամենը քո ձեռքերով։ Ինչ ասես սարքել եմ, ամեն ինչ արել եմ ես իմ կյանքում։ Կարևոր չի իմ դուրը կգա թե չէ։ Կարևորը խոհարարի դուրը գա։ Արմեն դու բիբար շատ ես սիրում։ Ինչ անեմ։ Կսիրես։ Արդեն քանված ավելին ասեմ, բերում ենք դնում ենք հենց սենց տեղ։ Ինչ ենք անում հիմա, վերցնում ենք դանակը ու սիրուն։ Իդեալական տեսքով, այսինքն մի հատ մեջտեղից ենք կտրում։ Այսինքն գցում ենք հենց հավի հետ։ Ջանում, ջանում։ Օքե 9 րոպե անց է, բայց ես բիբարը նոր վերացացեցի կտրատել եմ։ Հիմա պետք է անցնենք հաջորդին։
Եթե ես մենակ մի հոգու համար եմ սարքում, չափաբաժիններով կարամ շատ քիչ անեմ։ Ահա։ Էսի լցնում ենք արդեն մեջը քիչ, ահա։ Էսի սենց ասած բան ենք անում, էլի մարինատացնում ենք իրան, որ ավելի համով լինի։ Կարմիր։ Ահա։ Էսի կծուչի քաղցրան, հենց որ այսինքն Արմեն ջան, դու մտածելու բան չունես։ Լցնում ենք, всё, այսքան էլ իրիկա։ Այ այսպես մաշում ենք հավիկին, նենց ենք անում, որ ինքը ամբողջովին ուտի, էլի էս ամեն ինչը։ Փակում ենք, խուլացնում ենք դրակը, քանի որ ես մի քիչ շուստրի եմ, ջուրը արդեն դրել է եռալու։ Ես խոհանոցում սենց չեմ, բայց հիմա որ շտապում եմ, ստիպված սենց է լինում։ Всё, մեր հավիկը եկավ, պարկավ ստե, որ լավ այսպես տշտժա։ Այ էսենց, օպա։ Всё, նա ձեռը լվացվում ենք, ամեն ինչ պետքա մաքուր լինի։ Հավը ուղարկում ենք, իզիշ տակա։ Հավը ուղարկում ենք դեպի տշտժալու ու պահում ենք 40 րոպե։ Այս իմ ամենասիրած միսն է։ Փափուկ, առանց ոսկորի, առանց բան։ Վերցնում ենք սենց մի բան, դնում ենք ստեղ ու սկսում ենք հասկանալ, թե ինչ ենք անում առաջինը։ Առաջինը պետքա մրգերը պարտադիր լվանենք, որովհետև երբ որ չենք լվանում, իր մեջ լիքը բակտերիաներ կա, որը կարա վնասի մեր Արմենի առողջությունը։ 1, 2, 3, 3 հատ է հերիքա։ Բլինեք ինչ հրաշք պղպեղներ են օրո։ Всё։ Ասում ենք ջուրը ու պուլ։ Անցել է 17 րոպե ու ես հեսա էս մի հատը վերջացնում եմ արդեն։ Էսի ամառային ակցիան չի է, էսի ձմեռային հաճույք է։ Բայց ես մի հատ բան հիշեցի, ես սխալ եմ արել արդեն։ Հավի միսը պետք է խաշեի, նոր ժարի տանի, բայց ես մի անգամ ջարիտ եմ արել։ Արմեն ջան, ոչինչ, դու մսերը չուտես։ Ու ընկերներ, նաև գիտեք, ես փորձ ունեմ սենց հաղորդման մասնակցելու։ Ես նկարահանվել եմ մի անգամ մամայի եփածը ուրիշ է հաղորդումում։ Դու պատկերացնում եք, ես ընդ գնացել եմ որպես մամա։ Իմ տեղն էլ իմ ընկերն էր։ Պարտվեցինք, բայց դա ինքը հաղթանակ էր, էլի։ Անկաշ չգնանք նայեք, всё, քանի հերիք է։ Ես կարող եմ հանեմ խաշեմ։ Ես հիմա հասկանում եմ, որ ես մսին տանջում եմ, բայց ես ամեն ինչ պետք է անեմ, որ հաղթեմ, կանենք մի քիչ միս ավելացնենք, իմացանք էլի, որ Արմենը սիրում ամեն դեպքում։ Անցանք մնացածին։ Так, հանգիստ։ 1 2 Հիմա ես ուզում եմ հասկանալ ոնց ենք անելու, դնելու ենք թավայի մեջ ջարիկ լինի, հա։ Չընկնեք։ Շատ քիչ լցնում ենք մի անգամից սրա վրա ու այս ամբողջի վրա եւ լցնում ենք վարունգը։ Խառնում ենք 1 2 3 4 Այս սախսալքեմ կուտես, հա, համու վերևում գիտես, շատ լինի էլի Արմեն ջան, շատ լինի, որ դինահատես էլի։ Ամառային աղցանը պատրաստ է։ Մենք իհարկե մոռացել ենք գնենք սոխը, մոռացել ենք գնենք կանաչին, բայց Արմենը ասաց, որ դրանք չի սիրում, նենց որ դրանք չեմ էլ լցնում։ Ես մսերը հլողում ա դժվար հասցնեմ։ Չենք ընկճում, ես ոնց էին կտրում, մոռացել եմ։ Ես դու ֆունչոզակ երել ես ընդհանրապես։ Դու հոսա կուտես։ Գալիս է մեր երշիկները, 1 տեսակ, 2 տեսակ, 3 տեսակ։ Գալիս է մեր պանիրը, մի տեսակի, բայց շատ թույն։ Գալիս է նոր տախտակ, որտեղ էնի կեղտոտա, ու ամենակարևորը սուր դանակ։ Մի հատ վերցնում ենք այ այսպես փայտե աման։ 1 2 3 4 5 Արա ես լրիվ պրեմիում դասի ռեստորանի գործ եմ անում, հասկանում եք դուք։ Լավ վիճակում է։ Չենք մոռանում, որ մենք դեռ մրգեր ունենք կտրատելու, սեղան պետք է դնենք, որ Արմենը հավանի, այս սրա մասին ենք մոռացել։ Արմեն, դու էի գազ ուժեղացրել, որ ես պարտվեմ, հա? Ոչինչ, վառված կուտենք։ Արմ, որ ես աղջիկ լինեի իմ հետ կամուսնանայր, չէ, կերազեիր։ Ոնց որ սոյանը շատ ավելացրեցի, ժամանակն էլ չի հերիքում։ Սուպեր բա, չէ, սուպեր բա, չէ։
Իմ ֆունչոզան արդեն պատրաստ է։ Գնացինք, արծած ես քեզ հավատում եմ, այս 1 կտոր, այս 2 կտոր, այս 3 կտոր։ Պանինը սրա մեջ կդնենք սիրուն ակուրատի, հա? 2, 3, 4, 5, հա շատ թույն է, իդեալական է։ Իրականում երեխեք ես ես չեմ պատրաստում, ուղղակի հիմա որ արագ-արագ էր այս ամեն ինչը, դրա համար սենց եղավ էլի։ Մնայք, այս հացը պանրային հաց է, ինքը համ պուրի է, համ էլ մեջը պանիր է։ Դրեցինք հացը, շո, տեսեք մեջը պանիր է, ծենց, հետո լավաշը եկավ, լավաշը դնում ենք ստեղ, այ այսենց, թոթոլ դնենք, ես պրոստը փորձում եմ, որ տենամ համովա թե չէ։ Համովա։ Ինձ ինձ տեքշքիր էսի համովա թե չէ։ Շատ համովա։ Տակ էր ուղղակի։ Ինձ արդեն մնաց 22 րոպե։ Կհասցնեմ կտրատել մրգերը, Արմենին կհյուրասիրեմ իմ գնաց քաղցրավենիքը։ Դες ինձ սիրուն եմ զարդարում լնայի։ Սոչնի մոչնի։ Դերում ես ինչքան սիրուն գույներ կա իր մեջ։ 1 Հատնանքաշը կտրում ենք սենց ու 4 կտոր։ Պանիրը պատրաստ է, երշիկը պատրաստ է, սալաթի համար էլ մի հատ աման։ Սենց համի բան, որ ինքը սիրուն նայվի։ Շա, սոկը կլսնենք մեր թեմայի մեջ բաժակներով։ Այսի սոկիկը։ Մենակ համար եմ սարքում սենց բաներ, գիտես չէ, ուրիշների համար չեմ սարքում։ Այսի դրում ենք հալվում, հա։ Սոսի համար ունենք սենց պուճուր աման, բացում ենք կեչուպը ու լցնում ենք։ Նոր տարվա սեղան եմ գցել։ Նայի ամենահասած բանանն եմ վերցրել, որ շատ համով լինի, դու սիրում ես բանան, իսկ ելեք սիրում ես, կիվի սիրում ես, ստղեն լուրիվ աշխարից կտրվոցը։ Տես եղավ շոկոլադդ, եղավ։ Բայց խիլ։ Հա, այս վրա երեսն է վարվել, եսի կարան քանենք, վարվելու օր այսօր։ Բայց պատրաստ է որ։ Հա, բա ինչ է։ Չիփս արա, լրիվ չիփսոն չիփս։ Արմեն տենում ես չէ, ոնց եմ տանջում քո համար։ Պետք է գնահատել Արմեն ջան, էդի քիչ է։ Դու կիվի չես սիրում, մի հատ կկտրեմ, ոչինչ։ Այն որ սենց առավոտները բանեն է, բերում նախաճաշ եմ, բերում բաման։ Ուրեմն, բերում ենք մեր կարտոշկաները, մեր հավիկի կողքերը։ Հրը պտտվի, հավիկ ժան, մի քիչ պտտվի։ Ահա, այսենց։ Ահա։ Ահո, էսի շտոքեր։ Ահա։ Դեմես ինչ գունավորա նախաճաշըտ, ճաշըտ, ընցիքըտ։ Այս եկավ ստեղ, իսկ սա գնաց մատուցման։ Մեր ուտելիքը պատրաստ է։ Ուրեմն Արմենին փոխարինել է ինչ-որ փայտ 3 ոտանի, հիմա պետք է փորձի երկուսիս ուտելիքները ու գնահատի տեսքը, համը ու արժեքը։ Ռաունը ոնց էր։ Ֆունչոզա։ Ֆունչոզա, իսկ ֆունչոզան հացով ուտում են թե չէ։ Չեն ուտում։ Ես Արմենին կփոխարինեմ, ես 3 ոտանին ինչի դզում։ Լիլիթը ընդհանուր մեկ ամանի մեջ ձևավորել է, նույնը այստեղ մրգերի հետ կապված շատ գեղեցիկ ձևավորել է ու նաև ստեղ շոկոլադներ ավելացրել։ Ստեղ քո մոտ մենակ տեսականին այստեղից է գեղեցիկ, բայց ավելի գեղեցիկ կլիներ, որ այս ամեն ինչը լիներ այստեղ։ Տեսքի առումով կասեմ, որ սա գնահատում եմ ընդհանուր 9 միավոր, քոնը գնահատում եմ ընդհանուր այս ամեն ինչը 8 միավոր։ Շատ շնորհակալ եմ։ Չէ, անկեղծ էր, շնորհակալություն։ Շնորհակալություն, մերսի, մնացածը անկեղծ կարևոր է գնահատես։ Ուզենայի սկսեի նագետսից։ Նագետսը էսյանը վառած էր, բայց կարևորը համն է, չէ՞։ Բայց մի փոքր պետք է աղ ավելացնել կամ առասարակ 2-ից մոտ է աղը պակասում է, որը որ առաջին մինուսներից մեկն է։ Անալի է։ Շատ քաղցր լոլիկա, այսի շատ համով է։ Կեղտ լոլիկը շատ քաղցր էր ու համով։ Միայն անալի էր ընդհանուր ֆունչոզան, բայց ընդհանուր բանով շատ լավ էր, թե դիզայներական է բանը։
Լոլիկի հետ միասին քեզ տալիս եմ եւս 9 միավոր։ Հիմա փորձենք Արսենինը։ Դա։ Լիլիթ ինձ առանձին ապսը չէր տվել։ Որ ես գոնես դեսերտի համար, սա փորձի։ Առանց ձևականությունների։ Էդի ձեռներով պիտի կտրես, քաշես, փորկես։ Ոնց է եղել, արա։ Արա լնայ ոնց է եղել։ Բա։ Արա գնա քո ուտելիքը կերել է։ Թե դուրը չի գալի քոր։ Եթե ֆարշը պատրաստ է, ուրեմն պատրաստ է։ Շատ համով է։ Ասա որ համով է։ Ասա։ Դու խառնել ես ընդհանուր սալաթը, դա իրար հետ համային բաղադրություն է տալի։ Ինչ երշիկներ ես ամենաառաջնային ստեղ ավելացրել։ Ոնց բաներ որում ախպեր շուտ կազմակերպեք, կանչեք քոնը։ Բացի սրանից, Ինչի՞ց։ ընդհանուր կգնահատեմ 10։ Ինչ եմ գնահատում, որովհետև ամենաառաջնային ստեղ կոմոդ տեսականին ավելի շատ էր։ Մնաց վերջնականը գնահատում ես, որին ավելի թանկ կվճարեին, որին ավելի էժան։ Դե եկեք մենք նախ առաջինը մենք բոլորս գնահատենք։ Նոր ձեզանից ինչ-որ մեկին շատ նեղացրած չլինեմ, բայց արդարությունն է հաղթի։ Ռեստորանային մակարդակի համար մեծ գնահատական լինելու է բնականաբար Լիլիթին, որովհետև ցանկացած իրավիճակում այսպիսի թեկուզ մի փոքր ձևավորման համար շատ մեծ գումարներ են վերցնում։ Համեղ եւ կոմոդ ընդհանուր ձևավորումն ու գեղեցիկ պատրաստումը Լիլիթի կողմից էր։ Ասացի գնահատականը ռեստորանայինով կլինի Լիլիթինը, բայց շատ համեղ էր քոնը։ Այսինքն միավորներով ով է կրում։ Այդի թոքո հետևորդները ասեն, թե ով հաղթեց։ Եթե ասում արդար գտնվեք, ռեստորաններում այս սեղան գցելու համար շատ մեծ ավելի գումար կտան, քան թե էսենց սեղան գցելու համար։ Հենց որ արդեն այդ գնահատականը թոտա ժողովուրդ է։ Ինչ, ուրեմն հաղթողին որոշում եք հենց դուք կոմենտներում։ Քվյարկեք արդարության կողմից։ Արսենինը շատ համով էր։ Հա։ Մերսի։ Գնահատեք կոմենտը։ Անջատ։